Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 21 Եթե իրոք ճաշակել եք, որ Տերը քաղցր է, Առաջի Պետրոս 2:3 Եթե բառը մատնանշում է, որ չի կարելի որևէ բան համարել ինքնին ենթադրվող, մեր դեպքում այն նշանակում է հնարավորություն կամ հավակնություն, որ ոմանք ըստ երևույթին այդպես էլ չեն ճաշակել, որ Տերը քաղցր է։ Եթեն մյուս կողմից մատնանշում է ողորմածությունը, ընդ որում ոչ բոլորի համար ընդհանրական, այլ առանձին հատուկ։ Իսկ եթե այդպես է, անհրաժեշտ է հարց տալ. արդյոք ես ճանաչել եմ Աստծո ողորմությունն անձնական հոգևոր փորձով։ Արդյոք քննել ու փորձել եմ սեփական սիրտս համոզվելով նրա բարեհաճության մեջ։ Այդ քննությունը պետք է լինի խորքային, աղոթքով և ոչ ոք իրավունք չունի գոհ լինելու պայմանական եթեներից, երբ համոզվում է Տիրոջ ողորմածության հարցում։ Սուրբ անվստահությունը սեփական անձի հանդեպ կարող է կասկած սերմանել հավատացյալի սրտում, իսկ շարունակական կասկածը իր հերթին կարող է իրոք չարիք դուրս գալ։ Մենք իրավունք չունենք հանգստանալու մինչև փրկչին չգրկենք հավատի թևերով ու չասենք. «Գիտեմ, թե ում եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է պահել այնինչ նրան եմ հանձնել այն օրվա համար»։ Մի հանգստացիր ընկերս, մինչև լիովին չհամոզվես Հիսուսի հանդեպ քո կարիքի մեջ։ Թող ոչինչ քեզ չբավարարի, մինչև քո հոգում վկայող Սուրբ Հոգու անբասիր վկայության միջոցով վերջնականապես չհամոզվես, որ դու Աստծո զավակ ես։ Թող ոչ մի եթե, միգուցե, հավանաբար կարող է պատահել, չլցնի քո հոգին։ Կառուցիր հավիտենական ճշմարտությունների վրա հուսալի և հիմնավոր հավատք։ Ստացիր Դավթին տրված ողորմությունները առանց կասկածների ու անվստահության։ Խարիսխդ գցիր վարագույրից ներս, հոգալով այն մասին, որ հոգիդ դրան միանա անխզելի շղթայով։ Անցիր այդ ճնշող եթեների սահմանը, մի մնա կասկածների ու վախերի անապատում։ Անցիր անվստահության հորդանանը և մտիր խաղաղության քանան, որտեղ անդադար ու անվերջ հոսում են մեղր ու կաթը։